Կարևորը գիտեք ինչ արդեն տեխնիկայի խնդիր է, մոտեցման խնդիր է։ Իմ խորին համոզմամբ այստեղ միայն ֆիսկալ խնդիրը չի։ Դուք ամեն ինչ գնում եք փողին եք կապ։ Ես նորից եմ դες կրկնում, սա փողը չի հիմնական խնդիրը։ Նորից եմ կրկնում, 1 տրիլիոն 360 միլիարդ ծախսերի մաս կա։ Այսինքն այդ 3.5 միլիարդը շատ ավելի կապի, բնակչության ուղղակիորեն անմիջական մասնակցության, պետություն բանակ այս կապի ստեղծման խնդիրն ավելի շատ կապված։ Երկրորդը դուք հիմա որ ինձ ասում եք, ասենք դրանք վաղը բերեցին, գտա մի 10 միլիարդ է։ Դա ասենք ինչ-որ միտեղից տարբեր հանգամանքներով, չարաշահումների կամ տնտեսման արդյունքով մի 5 կազմակերպություն տնտեսելով բերեցին 10 միլիարդ։ Չեմ կարծում, թե այստեղ խնդիրը դրած է միայն ֆիսկալ խնդիրը։ Հավատացեք ինձ, երևի ինձ թվում է, երբ որ օրես դրական փաթեթը քննարկվի, դες համար շատ ավելի պարզ կլինի։ Չի կարելի, ես նորից եմ կրկնում, տեսեք, երբ որ մեր ազգային ժողովի եւ կառավարության կոնկրետ պայքարը կարելի ասել բանավեճի արդյունքում, երբ որ մենք իջեցրեցինք, նորից եմ ասում, նույն եկամտահարկի տարբերությունը կազմում էր իջեցրած տարբերությունը, կազմում էր 42 միլիարդի կարգի գումար։ Պատկերացրեք, չէ՞, նախկին առաջարկված տարբերակի եւ մեր ընդունված օրենքի միջև եղած տարբերությունը կազմում է 42 միլիարդ։ Այսինքն 42 միլիարդ այն գումարը, որ դուք հավաքես 10 տարվա գումար։ Հասկանում եք ինչի մասին եք խոսում։ 17 տարվա գումար, 10-12 կներեք։ Կներեք, 12 այսինքն այստեղ իմ խորին համոզմամբ հարցը գումարին չի վերաբերում։ Պարոն Այվազյանի հարցը ինչպես էր, որ հասարակությունը ապրիլյան պատերազմի ժամանակ ինքնաբուխ պատրաստ էր բանակին աջակցել, վերջին կոպեկը տրամադրել ամեն ձևով օգնել, բայց երբ որ պետությունը միջամտեց այդ գործին, քաղաքացիները վրդովվեցին։ Սա արդյոք չի վկայում քաղաքացու անվստահության մասին։ Իսկ իմ կարծիքով այնպես չի, որ քաղաքացիները վրդովվել են։ Դե կներեք, էլի հիմա վաղը չեմ սորը մենք կտեսնենք այդ վրդովության արդյունքը։ Աջան։ Համաձայն են իրենք կամ հակառակ։ Ես չեմ բնդում հակառակը։ Դուք բնդում եք արդեն 100%-ով հաստատում եք, որ Սոցկայքերի տրամադրությունները։ սոցկայքերի տրամադրությունները, իսկ գիտենք սոցկայքերը ոնց է ձևավորվում։